Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը ու Տիրոջ շնորհքն է, որ մեր եղբայրները իրանց տաղանդով ինչ հաճելի ծառայություն են մատուցում։ Փառք տանք Տիրոջը, այս նոր, գիտես, մեր համար նոր վստահ եմ, որ եղբայրը ինչքան փափագած կլիներ այս բեմից Տիրոջ փառքի համար ծառայելուն, դա համար կարող ենք ծափողջուններով փառք տանք Տիրոջը, հենց մեր եղբոր համար, իր տաղանդի համար։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Այո։ Փառք մեր հավատարիմ Աստծուն։ Փառք հավատարիմ Տիրոջը։ Ու ուզում եմ խոսքս այսպես ձևակերպել, որ մենք եկել ենք մեր հավատարմությունը հավատարմությամբ ենք եկել Տիրոջ առջև ու ասենք շնորհակալություն հավատարիմ Տիրոջը, մեր հավատարմությունն ենք եկել հայտնելու Տիրոջը, որ մենք Տեր եկել ենք քո առջև առաջինը, եկել ենք քեզ մոտ առաջինը, որտեղ արժանի է Տերը, գիտես որ մենք ասենք հավատարիմ ես դու ու մենք էլ ուզում ենք մեր հավատարմությունը քեզ բերենք Տեր, գիտես ամեն մեկս միգուցե մեկ առաջի անգամ է եկել մյուսը ինչ-որ փափագով է եկել, բայց մի բան կա, մենք եկել ենք հավատարիմ Աստծու առաջ ու պետք է մեզ թե հիշենք, թե ճանաչենք ու առջև ենք եկել, մեր փառավոր Աստծու առջև, հալելույա քեզ Տեր, եկել ենք հանդիպելու, եկել ենք կենդանի խոսքի հետ հանդիպելու, ու գիտես ամեն անգամ, երբ որ մարդը Աստծու հետ հանդիպում է, գիտեք փոխվում է մարդու կյանքը, ամբողջ Աստվածաշնչում, երբ որ մենք կարդում ենք գիրքը ու տեսնում ենք այդ գերբնական հանդիպումները, երբ որ մարդ ու Աստված հանդիպում է տեղի ունենում, գիտես այդ հանդիպումից հետո մեծ հրաշքներ է լինում, կյանքի փոփոխություն, ամենամեծ հրաշքներից մեկը, ու երանի են մարդուն, ով հանդիպում է Տիրոջը ու Տիրոջից վերցնում է իր փափագը ու հավատարիմ է մնում Տիրոջը, երանի այդ մարդուն ու մի հանդիպան մասին կարդ շատ հալելույա քեզ Տեր Եզեկիելի երկրորդ գլխում երբ որ Եզեկիելը հանդիպում է Եվ գրված է, և ինձ ասեց, մարդու որդի, կանգնիր ոտքերիդ վրա, որ քեզ հետ խոսեմ։ Եվ հոգին մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ։ Եվ ինձ կանգնեցրեց ոտներիս վրա և լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։ Գիտես, երբ որ Աստված խոսում է մեր հետ, մենք առաջինը ոտքի ենք կանգնում։ Երբ որ ոտքի ենք կանգնում, գիտես, Տերը մեզ հանձնարարություն է տալիս, որտև Տերը չի ուզում, որ մեզ ընկած տեսնի, երբ որ մենք հանդիպում ենք ոտքի է կանգնեցնում հենց ինքը մեզ Աստված, ու կոչ անում ոտքի կանգնի, ասում է Տերը, ու այո, այսօր այս հավատքով ենք, լավ կլինի, որ այս հավատքով ենք, գանք ու եկել, որ Աստված մեզ ասի ոտքի կանգնի, հալելույա քեզ Տեր, որտեղ մենք կարիք ունենք ոտքի կանգնելու, հոգևորապես, լսելու Տիրոջը, լսելու Տիրոջ հանձնարարականը, ինչ ես այսօր խոսելու Տեր, Սուրբ Հոգու միջոցով, եղբոր միջոցով, Սուրբ Հոգի ինչ ես խոսելու դու մեր հետ, մեր հովվի միջոցով, ու թող Սուրբ Հոգին մեր ականջները բացի, մեր սիրտը բացի, մեր միտքը լուսավորի, Ոնց որ Եզեկիելը հանդիպեց ու լսեց, որ Տերը իրան ասում էր ոտքի կանգնի, և լսեց այդ հանձնարարականը, որ ուղարկելու էր իրան, թող այսօր մենք լսենք Տիրոջից այդ կենդանի խոսքը, մեր կյանքի համար, իր կամքը, որն է, ու հավատում եմ, որ շատերիս մեջ այսօր փոփոխություն է լինելու,
Եվ թող համբերենք վերջում այս խոսքերը կապացուցվի։ Քաջալերում եմ ոտքի կանգնենք։ Հալելույա, քեզ Տեր։ Գիտես, հանդիպումները բազում են եղել։ Երբ որ մարդիկ հանդիպում էին Տեր Հիսուսին ֆիզիկապես առաջի դարում, երբ որ գալիս էին Տիրոջը, որպես Տեր էին մոտենում, փոփոխություն էր գալիս, բժշկություն էր գալիս, ազատագրում էր գալիս, Տիրոջ փառքն էր երևում, որտեղ մարդիկ Տիրոջը ընդունում էին որպես Տեր։ Երբ որ Զաքեոսը վազում էր, ուզում էր տեսնել Տեր Հիսուսին, բարձրանում էր ջանտաթզենու վրա, գիտես Տեր Հիսուսը նայում էր ու ասում էր Զաքե բարի չի։ Ու գիտես մարդու կյանքում փոփոխություն էր գալիս, ապաշխարություն էր լինում։ Այսօր արեք այս շանսը, այսօր այս շանսը բաց չթողենք մեր ձեռքից։ Գիտես կապ չունի մենք ինչքան փորձառություն ունենք մեր հավատքի մեջ։ Կապ չունի մենք ինչքան ենք Տիրոջ հրաշքները տեսել, մենք ամեն օր կարիք ունենք Տիրոջ հետ վերապրելու մեր կյանքը։ Ու թող այսօրվա խոսքը մեր համար լինի մեր կարիքի պատասխանը։ Մեր հոգու կարիքի պատասխանը։ Ու Սուրբ Հոգին գիտի ինչ խոսա մեր հետ։ Մեզ հետ ինչ խոսի այսօր։ Ալելույա։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր Հիսուս։ Այո Տեր, եկել ենք քո առջև Տեր։ Եկել ենք սպասելիքով Տեր։ Եկել ենք վերցնելու, եկել ենք տալու Տեր։ Քո առջև ենք եկել Տեր։ Օգտիր մեզ Սուրբ Հոգի Տեր, որպեսզի անկեղծորեն կանգնենք քո առջև Տեր, եւ դատարկենք մեր սիրտը քո առջև իմ Աստված, որտեվ դու Աստված ես Տեր, որտեվ դու մեղավորի մեռնելը չես ուզում Տեր, դու ուզում ես փրկես Տեր, օգտիր մեզ, որ այսօրվա քո մեկնած ձեռքը Տեր, ամուր բռնենք իմ փառավոր Տեր, ամուր բռնենք իմ Տեր։ Ու երբ որ մեզ այսօր ոտքի կանգնեցնես քո կենթանի կենարար խոսքովդ Տեր, առաջանանք Տեր, մեր ասպարեզի մեջ որ դու ես դրել Տեր, գոհանում ենք քեզանից Տեր, բացիր, այո Տեր, բացիր Տեր, երկինքը մեր համար իմ Աստված, և քո խոսքը թող իջնի Տեր, թող իջնի մանանայի պես Տեր, մենք էլ կարոտ ու սոված այդ խոսքին կենթանի Տեր, ուտենք ու գոհությամբ Տեր, փառաբանենք քեզ Տեր, հորտում ենք քեզ Տեր, հորտում ենք Տեր, քո ներկայությունը Տեր, և քո ներկայությունը Տեր մեզ նորոգում է Տեր, և փոխում է մեզ Տեր, ավելի է մոտեցնում քեզ Տեր, ավելի է նմանեցնում քեզ իմ Աստված, և օրհնիր խնդրում եմ Տեր, մեր երգեցիկ խումբը Տեր ջան, ու հպվիր մեզ իրենց միջոցով Տեր, ու պատրաստիր մեզ այսօրվա խոսքը Տեր, վերցնելու, գործածելու Տեր, և քեզ փառաբանելու Տեր, և քեզ գոհություն բարձրացնելու, փառքերի Աստված, փառավորվես, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Հալելույա, փառք մեր Տիրոջը, ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը, և օրհնյալ լինի Աստծո ժողովուրդը իր անվան մեջ, հալելույա, մի հատ եկեք բուռը մեր Աստծուն փառքան, օրհնություն, փառք ես։ Տիրում ես դու ես զոր Աստված, Տիրում
ես դու եկեք մեկ անգամ էլ բարձր օրհնենք մեր Աստծուն հալելույա Տիրում ես դու ես զոր Աստված Տիրում ես դու Տիրոջ մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր Չակի դրա մեծությունը մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր Տիրում ես դու ես զոր Աստված Տիրում ես դու ասա համարձա Տիրում ես դու ես զոր Աստված Տիրում ես դու Հրճակի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր Փառքես ազատեց մեզ Աստված անեծքի կապանքից եւ հավերժ փրկեց նա մեզ մեր մեղքերից եւ ցնծում ենք հիմա եւ օրդում ենք կարող ես ցնծալ նրա առաջ եւ ասել Փառքես Փառքես մեր Աստված դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր մեծանում է մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ զոր Աստված ես արժանի Փառքի մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի մեծ ես դու Տեր Հավատում ես որ Տերը ներկա է այստեղ Աստծո ժողովուրդ փառաբանի քո Աստծուն փառաբանի քո Տիրոջը ոչ թե երգերի մեջ երգացվող Աստծուն որի մասին մի երգի իրան օրհնի դրա համար անհատական մեր փառաբանությունը բարձրացնենք մեր Տիրոջը ամեն Եթե հավատում ես, այս դավանանքը դու արա, քո ճանաչողության դավանանքը, ամեն, միաբան անենք, փառաբանում ենք մեր Աստծուն եւ ասենք մեծ զոր Աստված ես դու ես Տերը, բարձրացրու նրան, դու իմ կյանքի Տեր ես, դու մեծ ես Տեր, մեծ զոր Աստված, մենք անգամ էլ, ամեն, մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի, մեծ զոր Աստված ես արժանի, փառքի, մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի, մեծ ես դու Տեր, մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի, մեծ զոր Աստված ես արժանի, փառքի, մեծ զոր Աստված ես դու ես Տեր աշխարհի, մեծ ես դու Տեր, մեծ ես դու Տեր, մեծ ես դու Տեր, կանգնենք եւ որդենք եւ նրան տանք ոչ թարգենք կանգնենք եւ որդենք եւ նրան տանք ոչ թարգենք կանգնենք եւ որդենք եւ նրան տանք
պարքը կանեն եւ օրնեն եւ նատան ողջ պարքը կանեն եւ օրնեն եւ նատան քանի որ նա արժան է Աստված արժան է պարքի կանեն եւ օրնեն եւ նատան ողջ պարքը կանեն եւ օրնեն եւ նատան ողջ պարքը կանեն եւ օրնեն եւ նատան ողջ պարքը Աստված արժան է պարքի Պարքասուն Աստված արժան է պարքերի Արևելքին արևմուտ Տերը մեծ արվի Տիրոջ անունը փառավորվի Պարքասուն Աստված արժան է պարքերի Արևելքին արևմուտ Տերը մեծ արվի Տիրոջ անունը փառավորվի Պարքես Կանենք եւ օրնենք եւ նատան Թող ամեն մեկը քաջալեր իր կողքին Աստված արժանի է փառքի միաբանվի եւ ասանը եւ նատան քանի որ Աստված արժան է փառքի կանեն եւ նատան ողջ փառքը կանեն եւ օրնեն եւ նատան ողջ փառքը կանեն եւ օրնեն եւ նատան ողջ պարքը Աստված արժան է պարքի Եվ որդի նրան ամեն շունչ ունեցող պարք ես Տեր Հալելույա քեզ Հաճությունը գա մեր աղոթքների վրա Տեր Սովորեցրում ես աղոթել Սուրբ Հոգի Սուրբ Հոգի Քո բույրներ ես շնչում Քո բույրներ ես շնչում Ներկայությունը Հիսուսի մեջ Սա իմ օրվացն է
քո բույրներեմ ես շնչում ներկայությունը Հիսուսի մեջ Սա իմ օրվացն է Սա իմ օրվացն է Ամեն քո խոսքը Հոգուս Աստված Գուվենք մեր ձեռքերը Սեր արտահայտի նրան Փառք քեզ մեր սքանչելի Աստված Այո Տեր մենք առանց քեզ կորած ենք Հայր Առանց քեզ ոչինչ ենք Տեր իմ Աստված Դու ես մեզ բարձրացնում Տեր մեր տկարությունների մեջ մեզ զորացնում Տեր Ուղղում ես մեր քայլերը Տեր իմ Աստված Առանց քեզ ոչինչ ենք Հայր Ձգիր Տեր մեզ դեպի քեզ Հիսուս Քաշիր մեզ դեպի քեզ Հիսուս Գնա մեր առաջից Տեր ամեն ժամանակ Հայր Մենք հանձնվում ենք քո ձեռքերի մեջ Հայր Դու ես մեր փափագը Հիսուս Դու ես այն մեկը որ ուզում ենք նմանվել քեզ մեր կյանքի ամեն օրերի մեջ Հայր Օգնիր նմանվել քեզ Օգնիր վերցնել այն ամեն դրական որակները Տեր որ կա քո մեջ Հիսուս Ձևավորիր մեզ Տեր Դու մեր փափագն ես Հիսուս Դու ես
թողնեմ ես ամեն բան միայն լսեմ ընկերսին իմ փափակն ես դու չկա մեկը քեզ պես չկա մեկը քո փոխարեն որ զգամ քո կրկիչեցում օգնիր որ գտնեմ դեպի քեզ ճամփա Տեր մեր սերը քեզ ենք բերում եւ ասում ենք դու ես մեր փափագը Տեր դու ես փափագ դու ես այն ինչ փնտրել դու ես փափագ Գիտեմ այստեղ Գիտեմ Կարող ենք ողջ փառքը տալ մեր Աստծուն հալելույա Շանի ես Տերն է իմ հովիվը և կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետին ներում է պարկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Նա վերանորոգում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղների մեջ իր անվան համար։ Եթե մավան ստվերի ձորի մեջ էլ քայլեմ, չար բանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուփը մխիթարում են ինձ։ Դու սեղան ես պատրաստում իմ առջև իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխն օծում ես յուղով, իմ բաժակը լեփ-լեցուն է։ Այսպես բարիքը եւ ողորմությունը կգան իմ հետևից, իմ կյանքի բոլոր օրերին, եւ Տիրոջ տանը կբնակվեմ ամբողջ կյանքիս ընթացքում։ Ամեն։ Վստահ է սիրտը իմ, քո մեջ հանգիստ է իմ անձը, հոգիս խաղաղում է քո մեջ
երջանիկ եմ հիմա Օրհնյալ ես դու Տեր Աստված փառք ես Քո մեջ վստահ է սիրտը Քո մեջ հանգիստ է իմ անձը հոգիս խաղաղում է քո մեջ երջանիկ եմ հիմա Փառքես Տեր Աստված քանզի գիտեմ կատարվում է փառավոր քո կամքը կատարյալ Օրհնյալ ես դու Տեր Աստված իմ կյանքում կատարվում է քո կամքը կատարյալ Համակում ես արդյոք Քանզի գիտեմ կատարվում է քո կամքը Իմ կյանքում կատարվում է քո կամքը կատարյալ Քո կամքը Տեր քո կամքը կատարյալ Քո կամքը կատարյալ Տեր քո կամքը բարի է մեզ համար Տեր քո կամքը բարի է ինձ համար իմ Աստված Օրհնյալ լինի քո կամքը Տեր որ պիտի անես Տեր որտև նրանք ովքեր վստահեցին քեզ Տեր որտև նրանք ովքեր որ իրանց անձերը չսիրեցին Տեր Աստված դու հավատարիմ ես եւ արդար որ պիտի փառավորես Տեր եւ պիտի փառավորվես ամեն ծարավի կյանքում Հիսուս Քրիստոս դրա համար մենք վստահություն ունենք քո անձի վրա Տեր մենք հավատում ենք Տեր Աստված որ դու ես մեր հաստատությունը եւ ամրությունը եւ վեմը Տեր Հիսուս մենք խաղաղվում ենք Տեր որտև քո կամքն է կատարյալ Տեր Հիսուս որտև քո կամքը բարի է Տեր Հիսուս կարաս քո կյանքում Տիրոջ կամքը ողջունես օրհնես ու ասես Տեր արա քո կամքը իմ կյանքում Տեր որտև ես հասկացել եմ ես գիտակցել եմ Տեր Աստված որ նույնիսկ ես իմ համար բարին չգիտեմ Տեր բայց դու բարի ես խորհում մեզ համար Տեր հալելույա Կարանք որպես հավատքի դավանանք այս խոսքերը նորից ասենք Տեր ես գիտեմ Օ փառք ես Եթե հավատում ես ուղղի քո ձեռքերը դեպի Տերը եւ ասա Տեր Քանզի գիտեմ կատարվում է քո կամքը կատարյալ Իմ կյանքում Շնորհակալ ենք Տեր Աստված քո կամքը կատարյալ Դավանի թող դա քեզ համար հավատ դառնա թող ուղեցույց դառնա քանզի գիտեմ կատարում է քո կամքը Տեր Ողջ փառքերը նրան թագավորների թագավոր Հիսուս Քրիստոսին ամեն
ամեն։ Փառք Հիսուսին, հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Համեցեք նստեք սիրելիներ, Տերը օրհնի ձեզ։ Փառք Հիսուսին։ Երեխեք ջան, համեցեք։ Տիրոջը երկեցեք, քանզի նա մեծամեծ բաներ արեց։ Տերը ասա, ես եմ ճանապարհը, ծեսաթությունը, երջանքը, ոչ է գողորը, չի գա, բացի ինձանով։ Տերն է իմ հովիվը, ես ոչ մի կարիք չեմ ունենա։ Տերն է իմ հուշն ու փրկությունը, ես ումից պիտի վախենամ։ Ես կնայեմ այն սարերը, որտեղից որ կգա իմ օգնությունը։ Անանա, ծածածածայինը։ Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի։ Ես կուրախանամ իմ փրկության Աստծով։ Ամբողջ սրտով վստահ Տիրոջում եւ իր քո իմաստության վրա բոլոր ճանապարհների մեջ իշին նրա եւ նա կուղի քո ճանապարհները։ Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր նրան են կանչում, այն ամենին, որ նրան ճշմարտությունով են կանչում։ Հիսուս Քրիստոսը նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում։ Աստծո կամքը բարի է եւ հաճելի։ Փառք Տիրոջը, եկեք աղոթենք երեխաների համար։ Իրոք օրհնենք, որովհետև մենք ինքներս օրհնվում ու նորոգվում ենք։ Տիրոջ խոսքը, որ նրանց շուրթերից դուրս է գալի։ Փառք ես Տեր։ Ամենակարող Աստված, քեզ փառք ենք տալի, Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր մեր երեխաների համար, Հիսուս։ Այո, Տեր, խնդրում եմ, որ առատապես նրանց մեջ դու բնակվես, Տեր։ Նրանց դու առաջնորդես, Տեր, նրանց դու ուղղորդես, Տեր, եւ մեզ ծնողներիս իմաստություն տաս, Տեր, նրանց ճիշտ դաստիարակելու, ոչ թե մեր հասկացողությամբ, այլ քո իմաստությամբ, բարի Աստված։ Շնորհակալ ենք քեզ, Տեր, այո, թող քո խոսքը նրանց շուրթերին, Տեր, լույս լինի, Տեր, ճրակ լինի, Տեր, եւ ամեն հորդորբոր ճանապարհներում, Տեր Աստված, նրանց խոսքը թող իրոք քո խոսքը նրանց շուրթերով հարթավեր դարձնի։ Հիսուսի անունով, ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի, սիրելի եկեղեցի, փառք Տիրոջը այսօրվա համար։ Իրոք առիթ ունեն գոհանալու Տիրոջից։ Սաղմոս 100-ը ասում է. «Աղաղակեցեք դեպի Տերը, ով ամեն երկիր, ծառայեցեք Տիրոջն ուրախությամբ, եկեք նրա երեսի առաջ ցնծությունով։ Ճանաչեցեք, որ Տերն է Աստված, նա արավ մեզ եւ ոչ թե մենք, որ մենք նրա ժողովուրդն ենք եւ նրա արոտի ոչխարները։ Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրանները փառաբանությունով, գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը, որովհետեւ Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան է եւ նրա ճշմարտությունը ազգից մինչեւ ազգ։ Փառք Հիսուսին, ժողովուրդ։ Տիրոջ սրանները մտնելուց առաջ եկեք չգանք այստեղ հանդիպելու, եկեք Տիրոջ հետ գանք։ Եկեք չգանք մեր հոգսերով, այլ ուրախությունով գանք, որովհետեւ այս մտքով գանք, որ միջև ստեղ հասնել արդեն մեր խնդիրները կլուծվի, այն հիվանդության խնդիրը կբժշկվի, այն գումարային հարցը կլուծվի, ես չգիտեմ ոնց, բայց Աստված գիտի, իրոք, եկեք ցնծությամբ մտնենք, գոհությամբ մտնենք, ու այդ գոհությունը հենց կկոտրի ամեն ինչը որ կա մեր մեջ ծանրացած, ես հավատում եմ, հավատում եք Հիսուսին, փառք Հիսուսին, ժողովուրդ ջան, ամեն, սիրելի եկեղեցի, ամեն կիրակի, այս հարթակից ունենք հայտարարություններ, ծառայության հետ կապված, կարելի ասել միշտ հնչում է ծառայությունը, ծառայության այս գովազները, բայց եկեք սենց ուրիշ ըմբռնումով մոտիկանանք, ինչքան եք կարևորում կիրակնօրյա ծառայությունը, հավատացեք այդքան կարևոր է տնային խմբակները, այդքան շինարար է, այդքան բժշկարար է, այդքան նորոգվում ես, այդքան թարմանում ես, այդքան լեցվում ես, ու ամեն շաբաթվա օրվա մեջ մի քանի ծառայություն
օրհնյալ է սիրելիներ։ Փառք Հիսուսին դեր համար։ Ունենք երկուշաբթի օրը երիտասարդական ծառայություն այն թափում ժամը 19:30-ին։ Ծառայություն ունենք սիրելի եկեղեցի Աբովյանում։ Սիրելի աբովյանցիներ, արթուն կացեք։ Երեքշաբթի օրը ունենք ծառայություններ Արարատյան մասիվում, Դավթաշենում, կենտրոնում ունենք ծառայություն Փառք Հիսուսին խուլ եւ համրերի շենքում։ Այս երեքշաբթի ծառայություն կունենանք նաեւ շինարարներում մեր հայք եղբորենց տանը։ Չորեքշաբթի օրը ունենք ծառայություն սիրելի եկեղեցի Կոմիտասում, երրորդ մասում, ունենք աղոթքա ժողով։ Աղոթքի տան եկեղեցու համախմբված ամեն շաբաթվա մեկ օրը, որ ունենք համախմբված աղոթքա ժողով։ Չորեքշաբթի օրը սիրելի եկեղեցի այն թափի եկեղեցաշենքում ժամը 10-ին։ Եկեք միաբանվեք, իրոք բաց մի թողեք, որովհետև կարևոր է։ Պետք չի հայտարարվի, որ 5-օրյա աղոթքա ժողովա, անձը դվարժեցրու է, շատ կարևոր է սիրելի եկեղեցի, որովհետև իրոք աղոթքով ու աղաչանքով կարանք իրավիճակ փոխենք։ Եկեք աղոթենք միասին, միաբան։ Հինգշաբթի օրը ունենք ծառայություններ սիրելի եկեղեցի Ավանում, Մասիվում եւ Սիլիկյան թաղամասում։ Ուրբաթ օրը սիրելի եկեղեցի ունենք ծառայություններ այստեղ Կոմիտասում երիտասարդական ժամը 19:00-ին եւ Քանաքեռավանում ունենք ծառայություն ժամը 8-ին, այսինքն 20:00։ Շաբաթ օրը ունենք ծառայություններ Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Մերձավանում, Լուսակերտում, Գյումրիում, Աշտարակում, Էջմիածնում։ Ինչ փառավոր է մեր Տերը։ Փառք Հիսուսին, մեր ամեն ծառայող թիմի համար։ Իրոք փառք Աստծուն, աղոթող եղեք մեր ծառայողների համար, որտեղ միշտ կարիքը կա։ Սիրելի եկեղեցի, մյուս կիրակի, այսինքն դեկտեմբերի 14-ին կունենանք այստեղ ընծա եւ տասանորդ մաս ու բաժին կազմեք, որպես այդպիսին կարելի ասել մեր եկեղեցին չունի ընծա տասանորդ ծառայություն, բայց դեկտեմբերի 14-ին լինելու է։ Եկեք կիսվեք, ով ոնց կուզի, ոնց ինչքան սրտիդ կդրվի, մասնակցեք եւ ձեր ընծան եւ ձեր տասանորդում հավատարիմ գտնվեք, օրհնեք եւ օրհնվեք, որովհետեւ առատապես ընձողը ցանողը առատապես կհնձի, Փառք Հիսուսին։ Սիրելիներ, կուզեմ հիշեցնեմ ձեզ մեր տուփերի համար։ Ունենք տուփեր, Տերը ողորմություն անում է, լցվում է, բայց կարիքը կա մասնակցության, որովհետև պետք է այս տարի նորից երեխաներին ուրախացնենք։ Եկեք միասին իրոք ուրախացնենք երեխաներին։ Եվ կուզեմ խնդրեցին, հուշեցին, արյան կարիք կա, սիրելի եկեղեցի, արյան կարիք կա, ովքեր կարող են որպես դոնոր հանդիսանալ։ Ունենք թանկ հոգի, ով ունի այդ արյան կարիքը։ Եթե օժարություն կա, եթե առողջականը, ֆիզիկականը թույլ է տալիս, մասնակցես, մոտեցեք մեր հայք եղբորը եւ կուղորթի ձեզ։ Փառք Հիսուսին, Աստված օրհնի բոլորիդ։ Բայց ամենից շատ մենք ունենք Հիսուսի կարիքը, Տիրոջմով լեցվելու կարիքը։ Եկեք հրավիրենք մեր Արտուր եղբորը, Աստված օրհնի։ Ողջունենք Արտուր եղբորը։ Փառք Հիսուսին, Աստված օրհնի ձեզ սիրելի եկեղեցի, Փառք Աստծո այսօրվա համար, թող Տեր օրհնի բոլոր ներկաներին, ողջունում եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր առաջի անգամ են այս վայրի մեջ, Աստված օրհնի, ուրախ ենք քեզ համար, Փառք Աստծո, Աստված տարբեր ճանապարհներով, տարբեր կերպերով այնպես արեց, որ դու այսօր այստեղ ես ելել, Փառք Հիսուսին։ Կուզենամ մի համարով սկսենք, այս համարը երկու օր իմ մտքիս մեջ պտտվում է, կուզենամ այս համարով այսօրվա մեր ծառայությունը սկսենք սիրներ։ Սաղմոս 46-ի 1-ը, այս համարը կարդանք։ Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնական գտնվեցավ։ Աստված մեզ համար ապավեն է և զորություն, նեղությունների մեջ նա շատ օգնական գտնվեցավ։ Ամեն մարդ նեղությունների մեջ բացահայտում է մեկ ուրիշ Աստծո։ Ամեն անգամ նեղություններից հետո մարդը անակնկալ ձևով կամ ասեմ մի նոր Աստծո է բացահայտում իր համար։
եւ զարմանում է Աստծո վրա։ Ամեն փորձությունից եւ մեր կյանքում եկած դժվարություններից հետո մենք Աստծուն ճանաչում ենք, Աստծուն գիտենք, բայց փորձությունների ժամանակ Աստծո խոսքը ասում է, որ Աստված մեծ օգնական գտնվեցավ։ Այսինքն Աստված հայտնվում է, կարծես մարդուն ավելի մեկ ուրիշ տեսանկյունով։ Սկսում է ցույց տալ իր զորությունը։ Ես գիտեի ինքը բարի է, ես գիտեի ինքը ողորմած է, բայց դժվարությունների ժամանակ Աստված հայտնվում է մեծ օգնության ձեռքով, սիրներ։ Իհարկե այս օգնությունը չի սпасում ամեն մեկին։ Աստված ողորմած է եւ օգնող է, բայց այնպես չի, որ Աստծո օգնությունը հասնում է բոլորին։ Երբ որ Հիսուսը երկրի վրա էր, սիրներ, բոլորը չեն, որ բժշկվեցին։ Երբ որ Հիսուսը քայլում էր Երուսաղեմի փողոցներով, բոլորը չէր, որ ազատագրվեցին, այլ հրաշքներ լինում էր այն մարդկանց կյանքում, ովքեր որ դիմում էին, ովքեր որ խնդրում էին, ովքեր որ աղաղակում էին։ Ես երբեմն, երբ որ նայում եմ այս պահը, զարմանում եմ, ասում Հիսուսը երկրի վրա էր, բայց կային հիվանդներ, որ այդպես էլ մնացին հիվանդ, եւ կային մարդիկ, որ մնացին նույն կարգավիճակի մեջ, ոչինչ եւ ոչ մի բան նրանց կյանքը չփոխեց եներ, որովհետեւ այո Հիսուսը ներկա էր, բայց եթե մարդիկ չդիմեին, եթե մարդիկ չմոտիկանային, որովհետեւ սկզբունք էսպես է, մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ։ Երբ որ ես 16 տարեկանում հանդիպեցի Հիսուսին, այսինքն նրա ներկայությունը իջավ ինձ վրա, ես աղոթում եմ եւ ասում եմ Տեր դու այսքան քաղցր ես, դու այսքան հիանալի ես, ես ինչու քո մասին ավելի շուտ չգիտեի։ Եվ հետարքիր էր Տիրոջ խոսքը եղավ այդ պահին ինձ հետ, ես նստած էի երթուղային մեքենայի այն ժամանակվա RAF երթուղայինի մեջ էի։ Տերը այդ ժամանակ հետս խոսած ասեց ես միշտ քո հետ եմ եղել, բայց դու ինձ ուշադիր չես եղել։ Սիրներ, Աստված մարդու հետ է, բայց երբ որ մարդը սկսում է մոտենալ, սկսում է քայլեր անել, Աստված էլ իրան է մոտիկանում, սիրներ։ Ինչքան ես մոտիկանամ նրան, սկզբունքը այսպես է, նա էլ սկսում է մոտիկանալ մեզ, սիրներ։ Ամեն, սիրներ։ Տերը շատ օրհնի եւ զորացնի ամեն մեկիդ։ Այս խոսքով ուզում եմ ինձ ու քեզ քաջալերեմ, որ նեղության ժամանակ մենք բացահայտում ենք մեկ այլ Աստծո, որ զորավոր է, որ ամենակարող է, որը հաղթական Աստված է, սիրներ։ Կուզենամ մեր գլուխը խոնարհենք եւ խնդրենք, ասենք Տեր, աղոթքով գանք եւ ասենք Տեր, օրհնիր այն խոսքը եւ այն падգամը, որ այսօր պետք է վերցնենք մեր կյանքերի համար, սիրներ։ Հզոր Աստված, շնորհակալ ենք քեզանից։ Օրհնում ենք քեզ։ Օրհնում ենք քո սուրբ, քո փառավոր եւ քո սքանչելի անունը։ Սուրբ Հոգի, մենք քո կարիքն ունենք։ Սուրբ Հոգի, խոսիր մեզ հետ, Տեր, որտեվ դու մեր հոգու կարիքը գիտես, Տեր։ Դու գիտես ինչի պետք ունենք մենք։ Մեր ցանկությունները կարող են լինել տարբեր, մեր աղոթքները կարող են լինել տարբեր, բայց դու գիտես ինչպես եւ ինչ փոխանցես մեզ, Տեր։ Խոսիր մեր հոգիների հետ, զորացրու մեզ, քաջացրու մեզ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Ամեն, 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 ամեն։ Փառք եւ փառք մեր ամենակարող Տիրոջը, սիրներ։ Ես այսօր կուզենամ անդրադառնամ մի այսպիսի թեմայի, մինչև կանդրադառնամ այդ թեմային, ընտանիք թեմային եմ ուզում մի փոքր անդրադառնամ, սիրներ, եւ եկեք ընտանիքի թեման նայենք ավելի աստվածաշնչյան տեսանկյունից եւ նույնիսկ ես ցույց եմ տալու այսօր ընտանիքի հետ կապված, որովհետեւ ընտանիքը շատ եւ շատ կարեւոր է։ Նախ հիշեցնեմ, որ ընտանիքը դա մարդկային մտահղացման արդյունք չի, ընտանիքը դա Աստծո գաղափարն է, դա Աստված է որոշել ընտանիք ծրագիրը։ Ինչ եմ նշում, որ Աստված է որոշել, որտեվ սատանայի հիմնական հարձակումները հենց ընտանիք ինստիտուտի վրա է, հենց ընտանիք, ասենց ասեմ, իր բոլոր նետերը գնում են ընտանիքի վրա։ Բայց մինչև ընտանիքին անդրադառնալ, ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը այս մի թեմայի հետ կապված՝ եկեղեցու համար։ Ես այսօր այն թափում ասեցի, կուզենամ այստեղ նույնպես նշեմ, որն է եկեղեցու միսիան, ծրագիրը եւ նպատակը։ Ես կարող եմ օրինակի համար ասել, այսինչ կամպանիայի նպատակը որն է, օրինակի համար առևտուրը։ Այսինչ կամպանիա, օրինակ ռազմարդյունաբերության նպատակը որն է, պարզ է ինչ է։ Սենց կարամ ասեմ կազմակերպություններ եւ այլը, որոնք ունեն հատուկ նպատակ։ Եվ երբ որ նրանք հավաքում են, օրինակի համար կուսակցությունը հավաքում է մարդիկ իր շուրջը, ինչ որ գաղափարների, ինչ որ բարեփոխումների համար։ Երբ որ մարդիկ գալիս են այնտեղ, հավաքում են, իրանք ունեն նպատակ, գիտեն, որն է
եկեղեցու նպատակը սենը։ Շատ པարզ, բայց կարևոր է այսօր առավոտյան Սուրբ Հոգին իմ հետ པարզ խոսած, որ եկեղեցին պիտի կարծես թարմացվի, իր մեջ հիշացվի, ինչն է եկեղեցու ֆունկցիան եւ նպատակը։ Եկեղեցու նպատակը սեներ երկինք գնալը չի։ Եկեղեցու նպատակը միայն սրբելը չի։ Եկեղեցու նպատակը միայն բարեգործություններ անելը չի, եկեղեցու նպատակը միայն երկրպագելը չի։ Եկեղեցու համար առաջի կարևոր եւ գլխավոր միսիան սեներ աշխարհը փրկելու եւ աշխարհը փոխելու է։ Սա է նպատակը եկեղեցու, սրա համար Հիսուսը հավաքեց իր եկեղեցուն։ Սեներ Հիսուսը չի հավաքել իր եկեղեցուն եւ ասի եկեք իմ հետևից, ես ձեզ ուզում եմ օրհնեմ։ Եկեղեցուն ասված չի կանչել իր հետևից գալու, չասեց եկեք իմ հետևից, ես ձեզ օրինակի համար հիվանդ եք բժշկեմ։ Այո, Աստված բժշկում ասելներ, այո, Աստված օրհնում է մարդուն, ապահովում է, մխիթարում է, ուժ է տալի, զորություն է տալի, օգնում է մարդուն, անհատին, ընտանիքին, բարեփոխումներ, լավ բաներ անում է, բայց եկեղեցու նպատակ ինչի համար Հիսուսը կանչեց եւ ասեց իմ հետևից եկեք։ Ես ուզում եմ ինչ որ մեկի համար սա լինի հաստատություն, միգուցե ինչ որ մեկի համար լինի հիասթափություն, ասի ոնց, բա, այդ է նպատակը։ Եկեղեցու նպատակը աշխարհը փրկելու եւ փոխելու։ Հիսուսն էր անում այս գործը։ Նա փնտրում էր կորսվածին եւ փնկում էր եկեղեցու գործառույթը նույնպես։ Առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա ժամը 3-ը։ Եկեղեցու համար առաջի ծրագիրը առավոտ լինի, երեկո լինի, ամսի 8-ին, ամսի 30-ին, բոլոր ժամանակների մեջ եկեղեցու նպատակը Աստծո տեսանկյունից սա է, որ եկեղեցին փնտրի եւ փրկի կորածին։ Երբ որ եկեղեցի ես ասում եմ, դա վերաբերում է նաև անհատի սեներ։ Գիտեք, անհատներս ամեն մեկս ներկայացնում ենք որպես մի եկեղեցի ենք մենք։ Իմ նպատակը ինձ Տերը կանչել է այս նպատակի համար։ Գիտեք, Աստված օրհնում է այդ նպատակի համար։ Գիտեք, Աստված ապահովում է։ Ձեզ մի բան ասեմ, իր ծրագրերը իրականացնելու համար։ Նա մեզ օրհնում է, այո, որ մենք դրա կարիքն ունենք, բայց նաև իր մտքի մեջ սա է, որ եկեղեցին եւ անհատը վերցնի այդ օրհնությունը եւ կարողանա իրականացնի Աստծո ծրագիրը։ Ինչ է տեղի ունենում, երբ որ եկեղեցին վերցնում է եւ չի իրականացնում։ Մի անգամ Հիսուսը մոտիկացավ թզենու ծառին եւ տեսավ, որ նրա վրա պտուղ չկա, գիտեք ինչ արեց։ Անիծեց այս թզի ծառին։ Շատ հետարքիր վերսիաներ կա սրա հետ կապված, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը։ Թուզը վերցնում էր արմատից ամեն ինչ, դրա շնորհիվ ինքը կանգուն էր։ Նա հողից սնվում էր եւ ջուրը, եւ նյութը, եւ ամեն ինչը վերցնում էր եւ դրա արդյունքում ինքը կար գոյություն էր եւ մեծանում էր։ Սակայն իր նշանակության համար, քանի որ չէր գործածվում, Աստված ասեց արդար չի քո լինելը։ Դու վերցնում ես, բայց չես տալի։ Դու տերևներ ունես, դու ճյուղեր ունես, դու աճել ես, բայց քանի որ քո ֆունկցիան չես իրականացնում, քո չլինելը ավելի լավ է։ Միթե Աստված սրանով ուզում էր ցույց տար, թե ինքը ջղայնանա ինչ կարա լինի։ Միթե Աստված սրանով ուզում էր ցույց տար իր ուժի մասին, զորության մասին, այլ ինքը ուզում էր ցույց տար, արդար չի, որ վերցնում է, բայց չի տալի։ Եկեք նայենք ոչ թե թզենու, այլ նայենք քրիստոնյային նայենք։ Քրիստոնյան կարող է վերցնել Աստծուց, գիտեք ինչ, արևի լույսը, թթվածինը։ Քրիստոնյան կարող է վերցնել Աստծուց տրված օրհնությունը, խաղաղությունը, բարիքը։ Մենք ամեն ինչ որ վերցնում ենք Աստծուց, եւ Աստված ապահովում եւ օրհնում ասեներ, բայց եկեղեցու համար առաջին նպատակը իմ ոտքը ցավում է, Աստված բժշկում է, այո, գիտեք ինչի համար։ Նաև, այո, որ ես չցավամ, որին ոտքը չցավա դրա համար, բայց ես ուզում եմ ավելացնեմ, մեկ ուրիշ նպատակ կա, որ ես նրա գործը գործեմ սիրեր, որ արքայության ավետարանը, ինչ որ մեկին կարող է սա հիասթափություն լինի, բայց ես մտածում էի, որ Հիսուսը ինձ օրհնում է մենակ դրա համար, որ ես օրհնված լինեմ եւ վերջ, եներ, Աստծոն գեր նպատակը եկեղեցուն կոչելու սա էր, ոչ թե ասում էր արեք բոլորը դու բժշկվեք ու վերջ, հետո դե բժշկված լինեք։ Արեք ապահովեմ, օրհնեմ, եկեղեցու միսիան համար առաջին նպատակը սիրեր, գեր նպատակը
կորսվածին փնտրելու եւ փրկելու։ Եվ ձեզ ասեմ, Աստված ավելի շռայլ եւ ավելի առատ կարող է օրհնել, ապահովել եւ օգնական լինել, երբ որ ամեն քրիստոնյա իրականացնում է այն, ինչի համար որ իրան Աստված կանչել է սիրել։ Համաձայն եք թե չէ։ Երբեմն օրհնություններ կան, որ քրիստոնյային վնասում են։ Օրհնություններ կան, որ քրիստոնյային, այս բառը պիտի ասեմ, իր գործից կտրում են։ Այնքանը քրիստոնյան տարվում իրեն հասած օրհնությունով եւ հաջողությունով, որ տուժում է Աստծո գործը։ Դրա համար Աստված Աբրամին ասեց. Իսմայելին հեռացրու քո տնից։ Եվ Աբրամը արեց։ Ինչի, որովհետեւ այն մեղքից ծնված, նա Աստծո ծրագիրը չէր, Աստված հեռացրեց։ Դա բնական է, դա նորմալ է։ Դժվար էր Աբրամի համար, այո, դժվար էր, բայց ինչի էր դժվար, որովհետեւ դա իր մտահղացումն էր։ Իր համար շատ ծանր էր, բայց ես այս բառը պիտի ասեմ, այդ ճաշը ինքն էր սարքել։ Գրված Աբրամի համար դժվար էր, բայց ինքն էր դա արել։ Գիտեք, բաներ կան, որ մարդը պիտի հրաժարվի, եւ Աստված մատնանշում է, պիտի սրանից հրաժարվեց, դժվար է, բայց դա ես եմ մտածել։ Եվ Աստված թույլ է տալի, որ ես ինչ որ դժվարություն, բայց դա բաց թողեմ։ Դա բնական է Իսմայելին։ Բայց մի օր էլ Աստված հանդիպեց եւ ասեց. հիմա էլ Իսահակին հեռացրու, տար եւ զոհի։ Եվ գիտեք ելնել ոնց քո ձեռքով։ Տեր Աստված Իսմայելի համար հասկանում եմ, բայց քո տվածն էլ Իսահակն էր, այն խոստումն էր, օրհնությունն էր, իմ 25 տարվա սպասված օրհնությունն էր։ Ինչու ես ուզում հիմա էլ Իսահակին հեռացնեմ։ Որովհետև Աստված ուզում էր ցույց տալ, որ ոչինչ իմ եւ քո փոխարեն, իմ ու քո մեջտեղում պետքա չլինի։ Ես պիտի լինեմ առաջնայինը եւ կարևորը։ Ոչ թե իմ տվածները, այլ ես։ Որոշներին Աստծո տվածները այնքան կարան վնասեն, որ մարդը նույնիսկ կորցնի Աստծուն։ Հիմա կասեք ոնց։ Մարդը կարող է գալ եկեղեցի, մոտենալ Տիրոջը հիվանդությունով, խնդիրներով, ընտանեկան խնդիրներով, եւ Աստված օրհնում է։ 6 ամիս հետո, մի տարի հետո տեսնում ես մարդը օրհնվում է եւ գալիս է ներեգություն այս բառից համար ռելաքսի ժամանակաշրջանը։ Մարդը անցնում է գոհության սեզոն է մտնում։ Շնորհակալ եմ քեզանից Տեր, որ դու արեցիր եւ սկսում է գիտեք ինչը գալ։ Մրափը, ծուլությունը, անհավեսությունը, թուլությունը եւ տկարությունը։ Ուզում եմ չմարգարյանամ, բայց մի փոքր մարգարյանամ, հումորով եմ ասում։ Որտեվ ինչ եմ ասում, կարիք չկա մարգարյանալու։ Երբեմն Աստված թույլ է տալի, որ մարդու կոմֆորտ է Իսահակը ասում է տար զոհի։ Տար զոհի։ Գիտես ինչը որ Իսրայելի ժողովրդին, որ Աստված խոստացել էր Քանան, նրանք գնում էին Քանան, գիտեք ճանապարհին հանկարծ ինչ որ լավ տեղ էին տեսնում, մի փոքր օազիս էին տեսնում, եկամուտները լավանում էր, պայմանները լավանում էր, Իսրայելի ժողովուրդը նստում էր այդտեղ վրանները խփում էր եւ ասում էր վերջ մնում ենք այստեղ։ Ստիպած Աստված ուղարկում էր ինչ որ բանակներ, ամաղեկացիներ, որ գային Իսրայելին, գիտեք ինչ անեին, այդտեղից հանեին։ Պատերազմ էր թույլ տալի, սենց դժվարություններ էր թույլ տալի, որ Իսրայելը գիտեք նորից ոտքի կաներ հելներ գնալ, ինչի, որտեվ խոստումը չէր իրականանա իրենց կոմֆորտի պատճառով, սիրեր։ Դրա համար որպեսի խոստումները Աստծո իրականանան մեր կյանքի մեջ, որտեվ բաներ ունի մեզ համար, Աստված թույլ է տալի անհարմարություն, ամենամեղ բառն եմ ասում։ Աստված թույլ է տալի խնդրեմ եւ խնդիր, նա թույլ է տալի ինչի, որ քրիստոնյան հավաքվի նորից։ Որովհետեւ քրիստոնյան այս վերջի 2 ամիսը պաշտամունքին նստում էր եւ աչքը կպնում էր, օրինակ եմ ասում։ Քրիստոնյան հավես չէր ունենում աղոթքի, քրիստոնյան, որ առաջ կարար Սուրբ Գիրքը շատ ու շատիր կարդար, հիմա ոնց եւ ինչ է անում Աստված, թույլ է տալի փորձություն, որպեսզի քրիստոնյան արթնանա։ Եվ նորից կանչի Տիրոջը, եւ գիտեք ինչ անի, նորից ոտքի կանգնի եւ նորից սկսից գնալ սիրեր։ Թող իմ եւ քո կյանքում բանը չհասնի նրան, որ Աստված թույլ տա բաներ, այլ մենք ինքնակամ, ես իմ համար եմ ասում, ինքնակամ ասեմ, Տեր զորացրու ինձ, որ իրավիճակները ինձ չզորացնեն։ Աստծո խոսքը ասում է Տեր, Պետրոսն ասում է խոնարհվեք Աստծո ձեռքի տակ։ Ինչի է ասում խոնարհվեք։ Պետրոսը լավ առաջարկ անում, բանը չհասնի Աստծո խոնարհեցնելուն, Պետրոսը փող շահավետ, որպես ծանոթ մոտիկ մարդիկ առաջարկություն անում, ասում է դուք խոնարհվեք
մարդուն է ասում, որ Աստծուն հերթը չհանցնի խոնարեցնել, որտեղ որ Աստված է խոնարեցնում, մի քիչ տխուր է լինում մարդու համար սեն։ Դրա համար ինքնակամ համ մարդը խոնարհվի սեներ։ Փառք Տիրոջը այն բոլոր լավ բաների համար, որ անում է, սեներ ամեն մեկիս կյանքում, բայց դրանք երբեք պետք է պատճառ չլինեն տկարության եւ թուլության, այլ մարդը պետք է շարժվի եւ նորից շարունակի փնտրել Տիրոջը։ Աստված օրհնի բոլորիդ, ուզում եմ գնանք միասին ընտանիք։ Մի քանի րոպեներ։ Ես ամենայն հարգանքով ներողություն եմ խնդրում, միամտաբար ուզեմ թե չուզեմ որոշ ընտանիքներ պիտի գամ, ոչ թե դիտա խոհանոց շատ չեմ գա, խոհանոց զալ այդ կողմերը կգամ, բայց մի փոքր պիտի մոտենամ ընտանիք ինստիտուտին, Աստծո ծրագրին։ Պատգամս ամբողջությամբ շատ չի, բայց սա չի, բայց մի պա ուզում եմ անդրադառնամ ընտանիքին եւ մենք մի փոքր պատկի տեսնենք, նաեւ ուզում եմ ցույց տամ ընտանիքը ի սկզբանե։ Սերներ, եթե գտնեք տեսնում ենք պետություն ամբողջությամբ թաթախված ինչ որ խնդրի մեջ, խնդիրը պետք է փնտրենք շրջապատի մեջ, հասարակության մեջ։ Եթե խնդիրը մանենք տեսնում ենք շրջապատի մեջ, հասարակության մեջ, ուզում ենք այնտեղ մանգանք, ինչի է այս վիճակին պետությունը, մի հատ ուրիշ տեղ կա, որ պիտի փնտրենք, պիտի գնանք, գիտեք ուր, ընտանիքներ, պիտի գնանք ընտանիքներ, որովհետև խնդիրները հիմնականում առաջանում են։ Կաշառակերության բնորանը դա գաղութը չի, դա ինչ որ հաստատություններում չեն։ Բոլոր մեղքերի բնորանը, որտեղից ծնունդ են առնում, ի զարմանս մեզ շատերս նորություն չեմ ասի, բնորանը ընտանիքն է սիրել։ Ընտանիքներում են ծնվում երկրի համար, պետության համար, հասարակության համար, ինչի՞ չէ եկեղեցու համար կարևոր մարդիկ սիրել։ Մի փոքր խնդրում եմ, ինձ ժամանակ տվեք, որպեսզի կարողանամ ցույց տամ, որ հանկարծ նես չլինի վտանգավոր բաներ եմ ասում սիներ։ Ուզում եմ սկսենք Աստծուց։ Ամենասկզբում էր Աստված։ Լեո ջան, պետք է գաս ախպերս։ Ասեք, որ ճիշտ մեկին եմ ընտրել։ Լեո ջան, այստեղ կանգնես ախպերս։ Սկզբում էր Աստված։ Չէ՞ Շուշանքուր։ Սկզբում ինքն էր սիներ։ Մինչև Աստված ստեղծեր ընտանիք ամեն բան, ինչ որ իր մտքի մեջ կար ստեղծելու, Աստված ստեղծեց մարդու համար պայմաններ։ Անպայման սա ասեմ սիրներ։ Գիտեք, երբ որ Աստված ստեղծեց ձկները, նա արդեն ջուրը ստեղծել էր։ Իր ստեղծած ձկներին դրեց ջրի մեջ։ Համաձայն եք թե չէ։ Երբ որ Աստված ստեղծեց բնությունը, նա արդեն հողը ստեղծել էր։ Եվ իր ստեղծած բնությունը դրեց այդ հողի մեջ, ամեն ինչ ճիշտ էր։ Նախ Աստված ստեղծում էր միջավայր եւ հետո դնում էր այդ միջավայրի մեջ այն ինչ որ պիտի ստեղծեր։ Իսկ ինչպիսի միջավայր ստեղծեց Աստված մարդու համար։ Աստված միջավայր մարդու համար ստեղծեց իր ներկայությունը։ Ադամ ջան, Ադամ արի։ Ադամը այո, սկզբից sense սպասիչներ, հետո ստեղծեց Աստված Ադամին։ Առաջի ճիշտ միջավայրը, որ Աստված ստեղծեց տղամարդու համար, դեռ կինը չկար ցեներ, տղամարդու համար ստեղծված էր Աստծո ներկայությունը։ Գիտեք ինչի է տղամարդը, մի հարցի պատասխանեմ, ինչի է տղամարդը, գիտեք մարդ կա, որ առողջական օրինակ իմունիտետ չունի, ինչքան վիրուս կան գնում է։ Չէ, իմունիտետը որ ցածր ալնում չի լինում, մարդը ինչ հիվանդություն ասես կարա, որտեվ աշխարհում, փողոցում ամենտեղ լիքը վիրուսներ կա։ Երբ որ մարդը իմունիտետ չունի, դրանք ամեն ինչը կարան կնի, բայց երբ որ իմունիտետ ունի, դրանք պայքարում են։ Տղամարդու իմունային համակարգը ընկած է, հումորով եմ ասում։ Քանի որ չկա Աստծո ներկայություն, ինքը ստեղծված է լինել Աստծո ներկայության մեջ, տղամարդու համար բարդ է, տանջանք է առանց Աստծո ներկայության։ Տղամարդը նախատեսված չի եղել, ասես հորողբորը տեղ ունեք, ասես իմ կողմից։ Տղամարդը նախատեսված չի եղել լինելու Աստծո ներկայությունից դուրս։ Դրա համար աշխարհի տակ ինչքան կապանք կա մեջը կա։ Ինչքան նոր կապանք դուսահելում տղամարդն գնում է մեջը։
ինչ տեսակի խաղամոլություն ու կապանք կա, կանանց մոտ այդպես չի։ Տղամարդը ինչ տեսակի կապանքա վիրուսատեսական գնում է։ Միջև խոր ծերություն հայտնի խաղամոլը։ Խաղալու չեմ ասում փոխ խաղա։ Ինքը միջև խոր ծերություն կարա նարդի խաղա։ Վերջում այդ նարդու վրա խաղա են։ Տղամարդը այդպիսին է։ Ինչ եմ ասում խաղալու, երբ որ չկա Աստծո ներկայությունը, սիրելի քույրեր։ Սա ուզում եմ ասեմ, երբ որ երբևիցե որտեղ տեսնում եք տղամարդ, հիշեք մի բան, իր համար դժվար է։ Դրա համար է շատ ծխում, դրա համար է շատ վատ բան անում, դրա համար ինքը այդպես չի։ Տղամարդու համար անկոմֆորտ չի, երբ որ ինքը Աստծո ներկայության մեջ չի, ստրեսային է տղամարդու համար, երբ որ ինքը Աստծո ներկայության մեջ չի։ Եկեք սա ֆիքսենք, անցնենք առաջ։ Մի փոքր խղճահարություն եմ առաջացնում տղամարդկանց, որ քույրերը այդան արդեն sense լավ ասեն, լավ ծխի, հա, ծխի։ Մենք պետք է կենտրոնացնենք ոչ թե իր մեղքերի մի գործի սեներ, այլ մեր աղոթքը պետք է լինի, որ ինքը ապաշխարի։ Հիմա նայեք, միջև Աստված, գիտեք, սերմը կրողը, գիտենք տղամարդն էր։ Բոլոր աշխարհի ողջ մարդկությունը, գիտեք, ստեղ էր։ Բոլորը մի տեղ էր։ Եվ Աստված մտածեց, ոնց անի, որ հանին դից մարդկությանը։ Դրա համար պետք էր կին, դրա համար պետք էր կյանք։ Ուզում եմ սա շեշտեմ, խնդրում եմ ձեր ուշադրությունը։ Աստված պատվերներ տվեց տղամարդուն։ 5 կարևոր պատվերներ տվեց։ Եվ երբ որ տվեց այդ 5 կարևոր պատվերները, նաև նրան տվեց կին։ Եվ ասում է նրան հարմար օգնական չգտնվեցավ։ Ինչ է սա նշանակում։ Սա երեխա ունենալու մասին չի սիրներ, այլ չկար համապատասխան մեկը, որ օգներ Ադամին իրականացնելու այն, ինչ որ Աստված իրան տվել է սիրներ։ Եվ ամենահարմար օգնական Աստված որոշեց ով լինի։ Աստծո տվածները, հրանգները կարևոր էին, բայց ինչ օգնական ուղարկեմ, որ կկարողանանք իրականացնի։ Խնդրում եմ, երբ որ խոսում եմ, ես խոսում եմ գլոբալ, տղամարդ եւ կին եւ Աստված։ Հանկարծ մի գնացեք ձեր տուն, ասեք, չէ, ճիշտ չի, ես խոսում եմ գլոբալ։ Եղավ, ձեր ինչ որ մեկը թող իրա կներեք ասում, տնով չնայի սա, այլ նայում ենք Աստվածաշնչյան։ Ես ներկայացում եմ ոչ թե ինչ որ մի ընտանիք, ես ներկայացում եմ Աստվածաշնչյան տեսանկյուն սիրեր։ Եվ կարա չհամապատասխանի ինչ որ մեկի փորձառության հետ, բայց մենք նայում ենք սկզբունքները ինչպես եղավ։ Երբ որ Աստված տվեց հրահանգներ, ուղարկեց օգնական, ճիշտ նույն ձև։ Երբ որ Աստված եկեղեցուն տվեց պատվերներ եւ անելիք, օգնական ուղարկեց Սուրբ Հոգուն։ Նույնիսկ ասեց չգնաս, եկեղեցի չգնաս, միջև օգնականը չգա։ Ես շատ կարևոր հանձնարարություն եմ քեզ տվել, բայց միջև չգա Սուրբ Հոգին, որը ներկայությունն էր, որը օգնականի այս գործն էր անելու, հա։ Նա զորության հոգին էր։ Նա երբ որ կգա ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության մեջ։ Եվ Աստված երներ, ուզում եմ այս շեշտադրումն անեմ։ Օգնական բառը սրա համար չէր, որ ինքը երկրորդական, այլ ընդհակառակ ինքը կարևոր մեկն է։ Պատվերները տված էր Ադամին, հանձնարարությունը տված էր Ադամին եւ Աստված ուղարկում է օգնականին։ Ես ուզում եմ հիմա օգնականին ներկայացնեմ եւ ուզում եմ օգնականին, երբ որ ներկայացնեմ, արժանի ձևով ողջունենք օգնականին։ Եվ Աստված որոշում է մեկին օգնական, որը կկարողանա երեխա ունենա, միևնույն ժամանակ եթե ատամի ցավ ունի եւ հղիա կարա հեռախոսով խոսա, մարդուն բան հասկացնի, տները գործանի, երեխեքին դաստիարակի ու մի քիչ տաքություն ունենա։ Բոլորից է ուշ քնի։ Ով որ ամուսնացած չի ասում լուրջ եք ասում։ Հաբա։ Հրավիրենք օգնականին։ Օգնական ջան արի։ Եվ հարմար օգնական Դավոյի համար ինչի է եկել օգնականը, որ իրականացնի այն ծրագիրը, որ ունի Ադամը։ Եվ ինչ ասեց Աստված Եվային, հնազանդվի իրան։ Ինչպես թե հնազանդվեմ իրան, որ դեպքում է կինը
մերժում հնազանդվելը։ Որ ժամանակ է, որ ստրես է, երբ որ իրա հնազանդվելը, երբ որ կինը չի կարողանում հնազանդվի։ Գիտեք, Աստված ասում է ամուսնացած կնոջն է ասում հնազանդվի։ Շեշտում եմ, ամուսնացած կնոջն է ասում հնազանդվի, չի ասում կանայք միշտ պիտի հնազանդվեն տղամարդկանց, սրա մասին չի խոսում, որ որտեղ տղամարդ, մի տղամարդ որտեղ կին տենա, ասեսի պիտի ինձ հնազանդվի, որտեղ դրա մասին չի գրված, ասում է ամուսնուն իր ամուսնուն, էնել գիտեք որ ամուսնուն, որի գլուխը Աստված է, կինը մերժում է հնազանդվել այն ամուսնուն, որի գլուխը քավորն է, որի գլուխը հնգերներն են, ընկերներ չէ, հնգերներն են, նրանք տարբեր են, ընկերը լավ բան է, հնգերը, մերժում է կինը մեկին, որի գլուխը թաղի ինչ-որ մեկերն են, ինչ-որ գենետիկ ազդեցություններն են, մերժում է մեկին, որի գլուխը հորողպերն է, բայց կինը հնազանդվում է, ում գլուխը, որ Աստված է սիներ, կնոջ համար լավ է ինքը զգում, երբ որ այս տղամարդուն է հնազանդվում, գիտեք ով է տղամարդը, ըստ Աստվածաշնչի, ներողություն ոչ մեկին չասեք որ ասում եմ, տղամարդը նա է ծննդոցում, ում գլուխը Աստված է սիրել։ Արական սեր ծնվում է մարդը, բայց տղամարդ դառնում է ժամանակի Աստծուն մոտենալու արդյունքում։ Տղամարդ լինելը դա բնության արգասիկ չի սեներ, դա հոգևոր բան է սեներ։ Արու ծնվում են, այո, բայց դառնում են տղամարդ դա ժամանակի հոգի, որտեղ որոշ ինչ որ մեկը կարա կներեք, տղամարդուն պատկերացնի, ով որ խոժոր դեմքով է։ Տղամարդը դա չի սեներ։ Ինչ է անում տղամարդը։ Տղամարդը երբեմն մտքով անցկացնում է, որ կկարողանա հաղթի Եվային։ Միամտությունը։ Դու չես կարա հաղթես, ինքը անհաղթահարելի է։ Ինչի եմ ասում, կարդացեք ծննդոց, ինչի եմ ասում, ինքը ուժեղ է սարքված, ինքը այդպես է սարքված, դու ոնց կարաս խեղճացնես մեկին, որ հղի է ատամնացավով, տաքությունով, երեխեքին նայում է, հրավսով մեկի հետ խոսում է, պիլասոս անում, ձեռետ ինչ-որ բաներ, ոնց կարաս հաղթես, ինքը կտոր կլինի, բայց չի կարանա ենթարկվի, որոշները 47 տարեկանում սա հասկանում են, որոշները այդպես էլ մեռնում են, անհուսությունից հասկանում որ չկարողացան, իսկ ինչպես հաղթել, ինչպես է հնարավոր նրան հաղթել, Աստվածաշունչը ասում է ինչպես, սիրելով, միակ տարբերակը, որ կարողանում ես իշխանություն գործադրել, այսինքն ենթարկեցնել նրան, սիրելով, Երբ որ սեր ես տալի, ինքը ենթարկվում է, չտվեցիր, քո համար ավատն է։ Ինչ որ մեկի համար կարող է սա հետարքիր բան է, կարող է հետարքիր են պատմում, բայց դա հետարքիր բան չի։ Կինը և տղամարդը Աստծո ստեղծ, սա Աստծո պրոյեկտն է սիրներ, սա Աստծո ստեղծագործությունն է, սենց բաներ էլ է լինում, Ես իրան ասում եմ էներգետիկայի նախարար, իրանից ենքան էներգիա ունի, որ ասում եմ երկու կաբել միացնենք, գյուղը հոսանք կարանք տանք, ինքը արտադրում է, ենքան էներգիա ունի։ Սիրներ, վերադառնանք այս երկուսին, ճիշտ ժամանակին եկար, Ավորես Դանիել։ Սիրներ, այս երկուսը, հիմա եկեք նայենք, գնանք, վերցնենք պետություն, վերցնենք շրջապատ և հասարակություն և հետո տեսանք մի պետություն, որի մեջ խաբեբայությունը շատ է, երկրներ կա չասեմ անուները, մտնում ես, ասում ես որտեղից, մտնում ես շրջապատ, գալիս ես շրջապատի մեջ, հասարակության մեջ, նկատի ունեմ ինչ-որ մեկի թաղ, ինչ-որ մեկի համայնք ես գալիս,
Եվ տեսնում ես չընդեղը չես գտնում խնդիրը։ Հասկանում ես, որ խնդիրը ընտանիքում ասիներ։ Ստեղ են ծնվում, այս ճիշտ միջավայրում են ծնվում եւ մեծանում առողջ ճիշտ երեխաները։ Ստեղ են ծնվում մեղքի եւ չար ցանկություններով երեխաները, գիտեք ում պատճառով։ Որովհետեւ այս երկուսը խնդրեմ ունեն։ Պետության մեջ կա խնդիր, ման ես գալի հասարակության մեջ, հետո գալիս ես ընտանիքի մեջ, լավ, եկել ենք, հասել ենք ընտանիք, սերներ ձեր ուշադրությունը։ Եկել ենք, հասել ենք ընտանիք, ստեղ ինչի է խնդիրը։ Որովհետև Ադամը պիտի թեքվի, ոչ թե իր հետ պայքարի, որտեվ դու չես կարող իրան հաղթես, կամ չգիտեմ։ Ադամը մի ուրիշ բան պետք է անի, Ադամը պիտի թեքվի Աստծուն եւ հարցերը այստեղ լուծի։ Երբ որ Ադամը այստեղ լուծում է իր հարցերը, մենք ստեղ ունենք ճիշտ, առողջ, ուրախ, երջանիկ ընտանիք։ Եվ ստեղից ծնվում են ոչ թե արդեն վրեժառուներ, ստեղից ոչ թե ծնվում են թմրամոլներ, ստեղից ոչ թե ծնվում են հանցագործներ։ Հիմա կարակ ասեք ոնց ընտանիքի ծնողը երեխային դաստիարակում է հանցագործ, այո, սեներ։ Ճիշտ ընտանիքում մեծանում են հոգևոր, որտեղ գլուխը Աստված է եւ այս երկուսը։ Կնոջ համար մի բան ասեմ։ Իմաստուն կինը Աստծո խոսքը ասում է, շինում է տունը։ Ես երբ որ ասում եմ տղամարդը իր գործ ունի, ուզում եմ հիշեցնեմ, որ կինն էլ, մեկ էլ Աստծո համար է ասում, որ իմաստությունով հիմնեց երկինքն ու երկիրը, Աստված իմաստությունով հիմնեց։ Կնոջ համար էլ է ասում իմաստությունով։ Կինը, եթե կարող է կառուցել, Եդեմի պարտեզ գնացեք, նաև կարա քանդի։ Կինը ազդեցություն ունի սարքելու, նա ունի այդ ազդեցությունը սարքելու, չեմ ասում դա միշտ լինում է, բայց նաև կինը իշխանություն ունի քանդելու սիրներ։ Մի փոքր անդրադառնամ քանդման ծառայությանը, քանի որ անդրադարձա։ Հիշացրու քո ամուսնուն, ես ասում եմ կին, իրավունքները եւ կործան իրան, ասա քո հետ պիտի սենց լինեն, քո հետ պիտի սենց վարվեն, քո հետ պիտի հարգանքով լինեն, քեզ պիտի սիրեն, քեզ պիտի պատվեն, քեզ պիտի օրհնեն, ախր դու, այս սենց խոսած մի տարի հետո իրան կոչնչացնես, իրանից կստանաս հպարտ, իրավունքները չիմացող, բոլորի հանդեպ վատ վերաբերվող մեկը, տղամարդը սիրներ, եւ նույն ձևի հակառակը գնոն, մենք պետք է իրար հիշացնենք սիրով իր պարտականությունների մասին, մեկս մեկի պարտականությունների մասին, երեխային պիտի հիշացնենք իր պարտականությունների մասին։ Ընտանիքը կարևոր է սիրներ։ Երբ որ ուզում ենք ունենանք փաստորեն լավ պետություն, երբ որ ուզում ենք ունենանք լավ հասարակություն, լավ շրջապատ, ինչ պետք է անենք, մենք պետք է գնանք ընտանիք եւ ընտանիքում ինչ անենք, հայր, քո սիրտը դարձրու դեպի Աստծուն։ Հիսուսն ասում է, ես եկա, որ հայրերի սրտերը դարձնեմ դեպի Աստծուն, այսինքն մարդը դառնա դեպի Աստծուն, սերներ։ Երբ որ մարդը դառնում է Աստծուն, այստեղ սկսում է ամեն ինչ փոխվել։ Եվ սա անպայման նորից եմ կրկնում։ Տղամարդու համար դժվար է առանց Աստծո, իր համար քաոտիկ վիճակ է, որտեղ ինքը նախատեսված չի առանց Աստծո ներկայության։ Դրա համար տղամարդու համար դժվար է։ Դժվար է, երբ որ ունի, գիտեք, տղամարդը կարող ունենա լավ կին, լավ երեխաներ։ Տղամարդը կարող է ունենալ լավ շրջապատ, բայց երբ որ չկա Աստծո ներկայությունը, ինքն էլ դառնում է դրանց ամեն ինչի փչացնողը։ Որովհետև տղամարդու համար բավարարո, գիտեք, կինը, երբ որ կա լավ տղամարդ, իր համար բավարար է, այնքան հետաքրքիր է։ Աստծո կարիք ունի, այո, բայց ինքը կարա գոյատևի, տղամարդը այդպես չի կարողանում։ Տղամարդու համար պարտադիր Աստծո ներկայությունը, ինքը ստեղծված է լինելու Աստծո նկայության մեջ ցեներ։ Ինքը տեղա քաջ, ինքը տեղա ուժեղ, ինքը տեղա ստեղծագործող, ինքը տեղա ճիշտ, դա իր տեղն է, հանեցիր իրան իր տեղից, միշտ դժվար է։ Երբեմն կնոջ մտքով գիտեք ինչ անցնում։ Երբեմն մի քիչ հումոր եմ անում, շատ։ Երբեմն ինքը մտածում է, ինչ թույլ էակասա։ Ինչ ես, ախր, գիտեք, այս հարցը գնալով բարձրանում է, իրականում ինքը թույլ չի, ինքը իր տեղում չի։
Դա նույնն է, որ մեկին ասես թթվածինը վերցնես, ասես ինչի է խեղդվում։ Դենաս ինչի շունչը չի։ Ինքը ստեղծված չի առանց Աստծո, իր համար դժվար է սեներ։ Ինչ որ մեկը սկսեց խղճալ։ Արժի։ Եթե կինն է ապաշխարել, այո, սեներ, տղամարդու ապաշխարելը բերում են տանիքի մեջ շատ հետարք։ Իհարկե շատ կանայք աղոթքով կանգնում են, դա չի հարցը սեներ, բայց ես ուզում եմ նշեմ ամեն մեկը իր տան մեջ այս ընտանիքի մեջ իր տեղն ունի։ Ընտանիքում են ծնվում լավ, առողջ հոգևոր։ Հիմա նայեք, ում գործն է սա։ Պետության, ում գործն է, որ ինքը փոխվի։ Պետությունը չի կարա։ Կարա ինչ որ մեկը գնա քաղաքապետարան եւ ասի իմ ընտանիքը նախանձի մեջ է։ Խնդրում եմ, ինչ միջոցներ կձեռնարկեք։ Իմ ընտանիքը ատելության մեջ է։ Իմ ընտանիքը անառակության մեջ է։ Ով կարա, ինչ կառույց կարա մեզ օգնի։ Ոչ մեկ սեներ։ Պետության առաջ գնանք, ինչ որ քաղաքապետարանի առաջ գնանք, դիմենք, ժեք, չգիտեմ, նոտարական գրասենյակ գնանք, ասենք խնդրում ենք, դուք չեք պատկերացնում մեր տան մեջ ինչքան մեղքեր կա։ Չեն կարա։ Բայց կասենք, գիտեք, մենք ինչա պետք, ձեր բակում արել ենք, լուսավորել ենք ձեր բակը, չեք եկել։ Իրանք կարան ասեն, մենք ասֆալտապատեցինք, չեք եկել։ Մենք ինչ որ պետք է, ձեր շենքի հետ կապված այդ աղբահանության հարցը լուծել ենք, չեք եկել։ Հա, գիտեք, մեր ամեն հարցերը լուծված է, բայց խնդիրներ կա, որ եկեղեցին գործ ունի սեներ։ Եկեղեցին իր գործն ունի, այս կառույցի օգնելու գործը եկեղեցուն է։ Այսինքն ինչ անի, ոչ թե ընտանիքի, այլ մարդիկ դարձի գան դեպի Աստծուն սեներ։ Երբ որ մարդիկ դարձի են գալիս Աստծուն, սկսում է ամեն բան փոխվել։ Պետությունը իր գործն ունի, եկեղեցին իր գործն ունի։ Եկեք այս հրաշքներին օրհնենք, ողջունենք, շնորհակալություն հայտնենք, Աստված օրհնի ձեզ։ Չմոռանամ ասեմ Ադամին եւ այն աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիր այդ խոստումը հələ շարունակում է, այդ պատվերը շարունակում է մնալ սեներ։ Պետությունը իր գործն ունի։ Ինչի համար է պետությունը իր գործն անում։ Մի պահ եկեք ուզեն զուգահեռ տանը։ Մենք քաղաքացիներս մանդատ ենք տալիս, ձայն ենք տալիս ինչ որ մի մարդու եւ ինքը սկսում է ինչ որ գյուղում, ինչ որ քաղաքում, ինչ ալում, սկսում է իր աշխատանքներն անել։ Եթե իրան հարցնեն քեզով այդ իրավունքը տվել, օրինակի համար ինչ որ հարցեր լուծել, ասում է, գիտեք, ժողովուրդը ինձ իշխանություն ա տվել, մեր գյուղի ժողովուրդը ինձ ընտրել է գյուղապետ, եւ ես այդ հիմքի վրա պիտի ես անեմ, պիտի անեմ։ Դա բնական է։ Իսկ ով է եկեղեցուն տվել այդ մանդատը։ Մանդատը հոգևոր տերմինաբանությունով իշխանությունը։ Իսկ ով է եկեղեցուն տվել այդ հնարավորությունը։ Եկեղեցին ունի իշխանություն եւ ավելին ասեմ, նա զորություն ունի երկրի մեջ, ժողովրդի մեջ, կյանքերի մեջ փոփոխություն բերելու։ Հարց. ով է ավելի լավ իր գործն անում։ Ինչ որ մի ընտրված քաղաքական գործիչ, ինչ որ մի ընտրված ինչ որ մեկը, թե եկեղեցու անդամ, ով է իր գործին ավելի լուրջ վերաբերում։ Եկեք նայենք ինչ որ մեկին, որին ընտրել են, վերցնենք 50 հոգի, առավոտյան զարթում է, հագնում է իր կոստյումը, պատրաստվում է, ինչի, որովհետև իրան ձայն են տվել, իր գործը շատ կարևոր, ասում է, ես չանեմ, ոնց կլինի։ Իսկ եկեղեցի քրիստոնյան ոնց է զարթնում։ Եկեղեցուն տրված է իրավունք եւ իշխանություն փոփոխություններ բերելու սեներ։ Եվ այդ իշխանությունը տրված է ոչ թե մարդկանցից, այլ այդ իշխանությունը տրված է Աստծուց։ Ահա ես ձեզ իշխանություն եմ տալիս սատանայի գործերը քանդելու եւ Աստծո կամքն ու արքայությունը բերելու։ Ինչպիսի մեծ իշխանություն է տրված եկեղեցուն եւ ինչպես է երբեմն քրիստոնյան արձագանքում։ Ինչ է լինում։ Գիտեք, այն քաղաքական գործին ես
Այս ժամանակները շատ քաղաքական ժամանակներ ենք ապրում։ Կարծում եմ ավելի հասկանալի են բերած օրինակը, կարամ ուրիշ օրինակով բերեմ։ Գիտեք, երբ որ քաղաքական գործիչը հելնի առավոտից իրիկուն զբաղվի իր գործերով, մենք մի քանի տարի հետո այդ քաղաքական գործիչը գիտեք ինչ ենք ասում։ Ասում ենք կոռումպացված էր, մենակ իր գրպանի մասին էր մտածում, անամոթը։ Մենակ առավոտից իրիկուն իր մասին էր մտածում։ Այդ քաղաքական գործիչ կլինի, ճիշտ ենք ասում։ Էդի վարվելու ձևը առավոտից իրիկուն իր հարցերն ա լուծում։ Եկեք գնանք հոգևոր դաշտ։ Քրիստոնյան։ Իսկ ինչով է զբաղված քրիստոնյան։ Քրիստոնյան այս հարցը թե ինչով է զբաղված էր։ Արդյոք քրիստոնյան իրեն տրված հնարավորություն օգտագործում է աղոթելու, խոսելու, կանգնելու, պայքարելու արդարության համար։ Գիտեք, ինչ որ վատ բանի դեմ, երբ որ եկեղեցին չի պայքարում եւ խոսում, եկեղեցին դրանով թույլ է տալիս, որ այդ վատ բանը շատանասին է։ Եվ որ եկեղեցին ինչ որ մեղքի դեմ չի խոսում եւ չի պայքարում, եկեղեցին մաս է կազմում դրա շատացմանը։ Էս է խնդիրը։ Եկեղեցին չի կանաց ես պասիվ եմ։ Ոչ, եկեղեցու պասիվությունը հիմք է դրա շատանալու համար։ Չեմ ուզում փորձարկումներ անենք։ Բայց եկեղեցին հենց այն կառույցն է, որ պիտի խոսի մեղքի մասին, եկեղեցին այն կառույցն է, որ պիտի խոսա Աստծո արդարության եւ Տիրոջ փրկության մասին, եւ դա այնքան անհրաժեշտ է։ Մի պարզ մեթոդ կա, Աստված ասում է, հավատքը լսելուց է։ Նրանք, ովքեր իրենց տան ունեն անապաշխար մարդիկ, հավատքը լսելուց է, մի օր իրանք ապաշխարելու են։ Նրանք ում հետ անընդհատ Աստծո խոսք են խոսում, ուզում եմ քեզ նախապես շնորհավորեմ, հավատքը լսելուց է, իրանք մի օր ապաշխարելու են։ Ժամանակ մի օր իրանք ապաշխարելու են սեներ։ Բացառություններ կարա լինի, իհարկե կարա լինի, բայց հավատքը առաջանում է լսելուց։ Ինչի ենք մենք տարածում Աստծո խոսքը, խոսում եւ տարածում, որովհետեւ հավատքը առաջանում է լսելուց։ Իսկ ինչպես է առաջանում մեղքը, էլի լսելուց։ Ինչու առաջացավ Եդեմի պարտեզի մեղքը, լսելուց։ Որովհետեւ օձը սատանան հասկանում էր, եթե Ադամն ու Եվան պահում են Աստծո խոսքը իրենց լսածի պատճառով, մեկ ուրիշ բան է լսեն, չեն պահի այդ խոսքը։ Խոսքը կարար պատճառ լիներ, որ պահեին, եւ խոսքը կարար պատճառ լիներ, հենց այդ նույն բանով էլ սատանան եկավ, այդ նույն մեթոդը կիրառեց, որպեսզի նրանք խախտեին Աստծո կամքը։ Եկեղեցի խոսիր։ Ինչ է անում եկեղեցին, երբ որ ասում եմ անհատը, երբ որ անտեսում է իր փոքրը, անտեսում է իր աննշանը։ Գիտեք, ամեն մեկից տրված է ինչ որ բան անելու Աստծո արքայության համար։ Մեկ անում է շատ բան, մեկ անում է քիչ բան, բայց ցավոք սրտի որն է վատ բանը։ Երբ որ մարդ ասում է ես ինչ կարամ անեմ։ Սիրելիներ, թույլ չտա սատանան քեզ զբաղված պահի քո կարիքներիդ մեջ։ Կարիքներից դուրս ես գալիս, մեկ էլ հանդիպում ես խնդրի։ Մեկ էլ սատանան երկար ժամանակ պահում է քեզ մի խնդրի մեջ։ Սատանայի նպատակը ժամանակն է, քո ժամանակը գողանալն է, սա է խնդիրը։ Ինչ որ մեկի խնդիրը, դուրս է գալի ես խնդրից, հիմա էլ պատահում է մեկ ուրիշ դժվարության, հիմա էլ պատահում է մեկ ուրիշ, եւ անընդհատ ինքը գիտեք, եւ մարդը գիտեք իր մտքի մեջ ինչ է մտածում, այ հեսա որ սրանից հելա, հեսա որ սրանից հելա, այ հեսա որ սրանից հելա, տեսեք ինչ եմ։ Եվ այդպես գիտեք ինչ անում, այ տենց պայքարում է։ Եվ կա մեկ ուրիշ մարդ, ասում է ես չգիտեմ ինձ ինչ է սպասվում հիմա եւ ինչ է լինելու, ես Տեր քո գործը պիտի գործեմ։ Հիվանդություն դու ինձ չես խանգարելու, պրոբլեմ դու ինձ չես խանգարելու, դժվարություն, այս երկիրը միշտ ունեցել է սրանք, բայց դրանք երբեք արժանի չեն մեր բավարար ուշադրությանը, սեներ։ Մի տարի, գիտեք, մարդ կա խնդիր լուծելով հերոսի կարգավիճակ է ուզում ստանա, սեներ։ Այդ խնդիրները, որի հետ մենք պայքարում ենք, պայքարել են Ադամի երեխեքը։ Բոլորն են պայքարել դրանց հետ։ Դրանք միշտ գալիս են, գնում են, բայց դրանք չարժեն քո շատ ուշադրությանը, սերեն։ Ինչ ասում Աստծո խոսքը, հոգս մի արեք վաղվա համար։
Գիտեք ինչքան մարդ կա այս կանոնը խախտում է։ Գիտեք ինչքան մարդ կա, օրինակ ես ոնց եմ մտածում, երբ որ Աստված ասում է հոգս մի արեք վաղվա համար, մենք ոնց ենք մտածում, կամ ասում է սուտ մի խոսացեք, օրինակ ոնց ենք մտածում, Աստված ասում է նայեք էլի, ուզում եք խոսացեք, ուզում եք չէ։ Թե հասկանում ենք դա պատվեր է, պիտի չանի մարդը։ Երբ որ Աստված ասում է հոգս մի արա, ուզում եմ շեշտեմ, չի ասում այսօրվա համար հոգս մի արա։ Այսօրվա համար պիտի հոգս անես։ Մարդկա դա հասկանում է, որ հավիտյանս հավիտենից պիտի չանի։ Չէ, գիտեք ով պիտի վաղվա համար հոգս չանի։ Ով որ այսօրվա համար հոգս է անում, այո ինքը թող վաղվա համար հոգս չանի։ Բայց ով որ այսօր հոգս չի անում, ինչ ուզում է լինի, ինքը լուրջ պիտի անհանգստանա վաղվա համար։ Ինքը պիտի անհանգստանա վաղվա համար։ Բայց երբ որ մարդը օրվա համար ասում է իր հոգսը բավարար է, երբ որ ես այսօր իմ հոգսի հետ ճիշտ եմ վերաբերվում, ինչ որ բան անում եմ սիրներ, ես վաղվա համար պետք է չանհանգստանամ, որովհետև Տերը իմ օգնականն է։ Սիրներ, թող քեզ սատանան անընդհատ կարա մարդուն ինչ որ բանով պահում է, ինչ որ բանով փորձում է, եւ մարդը մի օր տեսնում է տարիներն անցնում է։ Ես հիշում եմ մեր կյանքի մեջ ինչ որ բաներ որ չի եղել, ես միշտ էսպիսի մի խոսք եմ ասել. Տեր, ես չգիտեմ այս հարցը ինչքան կձգվի, բայց ես շարունակելու եմ անել այն ինչ որ դու ես ասում։ Որովհետև ամեն ինչ գալիս է մեզ պոկի Աստծո կամքից եւ Աստծո ծրագրից։ Հիվանդություն ես չգիտեմ դու ինչքան ես որոշել լինես, բայց ես շարունակելու եմ Աստծուն երկրպագել ու պաշտել։ Դժվարություն ես չգիտեմ ինչքան ես դու մնալու, բայց ես քո կողքը չեմ մնալու։ Ես անցնելու եմ քեզ։ Անցիր դրանք, որովհետև գիտեք բաներ կա որ մնում են։ Անցնում ես դրանցից հեռվանում ես եներ։ Իհարկե սա նուրբ բաներ է, բայց թող տա մեզ Աստված իմաստություն, որ չտարվենք եւ չմնանք այդ խնդրի հետ անդադ պայքարել, լուծել, պայքարել, հանձնենք Տիրոջը, բաներ կա մենք պիտի հանձնենք Տիրոջը եներ։ Ամեն։ Ուզում եմ մի նուրբ կետել ասեմ եւ քիչ հետո մոտենանք ավարտին եներ։ Ինչից է քրիստոնյան երբեմն խնդրում եմ ձեր ուշադրությունը ընկնում։ Ես ինչ եմ շեշտում քրիստոնյան, սա աշխարհիկ մարդուն էլ է վերաբերում, կապ չունի։ Ինչն է մարդուն երբեմն ապահովություն եւ ուրախություն տալի, իր ինչ որ մի լավ կողմ։ Օրինակ մարդ ասում է փառք Աստծո, ես էս խնդիր ունեմ, էս մեղք է, սխալ ունեմ, բայց ես էս մի բանում ուղիղ եմ, ախպեր ջան։ Ես էս մեղքը չեմ գործի։ Ինչ անեմ, չանեմ, ես այս հարցում մաքուր եմ, ուղիղ եմ։ Գիտեք, երբ որ մարդը դա շեշտում է, ինքը կարծես կանգնում է դրա վրա։ Միշտ ինչ որ թերություն է, խնդիր է, որ տեսնում են, կամ միգուցե ասեն է, կամ ինքը տեսնի էլ, ինքը գիտեք միշտ կենտրոնում է իր այդ լավի վրա։ Փառք Աստծո, ես այս մտքի մեջ մարդը։ Դա է պատճառ լինում, որ մարդը ուրախ է լինում։ Դա է պատճառ լինում, երբեմն որ մարդը եկեղեցի է գալի, կարա շատ ուրախ կա, որտեղ իր մտքի մեջ այդ մի հարցում ինքը ուժեղ է։ Եվ դա լավ է, բայց ես ուզում եմ մի գաղտնիք ասեմ։ Ինչի վրա որ մարդը հենվում է, դարձնում է իրան ապավեն կարծես, հենց դրանից էլ ընկնում է։ Հենց դա էլ պատճառ է։ Աստծո խոսքը ասում է, նա որ կարծում է, թե հաստատ կանգնած է, հենց դա է այդ իմանալը, որ ես հաստատ կանգնած եմ ինչ որ բանի վրա, եւ տեսնում ես մարդ ինչից որ պարծենում էր իր մտքի մեջ, հենց դրանից էլ ընկնում է։ Գիտեք ինչի, մեղքերից զգուշ էր, բայց դրա հետ կապված ապահով էր եւ հոգու մեջ պարծենում էր, հենց դրանից էլ ընկնում է, թե աշխարհիկ, թե հոգեվոր մարդ։ Իսկ ինչն է պետք անել։ Գոհանալ այս լավ բանի համար, բայց ավելացնել մյուսները։ Ավելացնեմ մյուսները։ Ես դա նմանացնում եմ միշտ ծառի էտելուն։ Որ ծառը էտում են տարբեր կողմերից, որ գիտեք ինքը աշխատի արմատի վրա եւ ինքը սկսի նոր տեղերից զարգացնել ինքը իրան սեր, որտեվ եթե թողես այդ ճյուղը տենց մեկ է, սենց կգնա ուղիղ։ Ծառը հելլա մի հատ ճյուղ սենց ուղիղ գնում է։ Գիտեք կարճ ժամանակ հետո ինքը հենց այդ կողմի վրա ընկնելու է։ Եթե այդ նույն ձևով շարունակի, կտրում ես, որ ինքը բալանսավորվի եւ աճի, Աստված ճիշտ նույն ձևի բաներ կա փակում է, որ մարդը սկսի տարբեր կողմերից, այսինքն փոխվի ոչ թե ինչ որ բնավորություն, այլ տարբեր հատվածներ իր կյանքի մեջ սկսի փոխվել, նորոգվել եւ նորոգվել սեներ։ Որն է եկեղեցու համար առաջի գործառույթը։ Գործվածին փնտրելը
եւ փրկելը։ Տեր, մեզ մասնակից արա կորսվածին փնտրելու եւ փրկելու ծրագրին։ Շնորհակալ ենք, որ մեզ օգնում ես, օրհնում ես, զորացնում ես, քաջացնում ես, բայց եկեղեցու գործառույթը աշխարհը փրկելն է, սիրներ, եւ աշխարհը փոխելն է։ Եվ եկեղեցին, երբ որ ասում է անհատ, ասում է ես ինչ կարամ անեմ, հենց ամբողջ խնդիրը սա է, նա կորցնում է իր կարողանալու ինչ որ բան անելու կարողությունը, նա զրկվում է իր անելիքից, թաքցնում է, պահում է, սիրներ, մենք պետք է միշտ այս մարդը այսպես մտածի, ես ինչ կարող եմ անել Տեր քո համար, իսկ ես ինչ կարող եմ անել քո փառքի համար եւ քո անունի համար։ Թող Տերը զորացնի ամեն մեկիդ, ես հրավիրում եմ ամեն մեկի աղոթքի, սիրներ, ժամանակը ճիշտ ասած չգիտեմ, եկեք կանգնենք ավելի մի փոքր աղոթքի մեջ փնտրենք Աստծուն։ Պիտի աղոթենք եկեղեցուն, Տիրոջը աղոթենք եկեղեցու համար եւ ասենք Տեր, մեզ զորացրու, մեզ քաջացրու։ Թող այս աղոթքի մեջ Տերը մեր սրտերի հետ, մեր հոգու հետ խոսի, սիրներ։ Շատ մեր լյով աղբերը մի հետարքիր կարևոր բանի համար իշացրեց, եկեղեցում հայտարել ենք 10-րդի եւ ընծայի։ Գիտեք, կան եկեղեցիներ, երկրներ սա ունեն տարվա մեջ այս օրը, երբ որ այդ օրը եկեղեցին աղոթում է եւ միանում է։ Ինչն եմ այստեղ ուզում նշեմ։ Եկեղեցա շինարարությունը, եկեղեցա գործը Աստվածաշնչում տարբեր ժամանակներում միշտ եղել է ժողովրդի գործը։ Դա ոչ թե եղել է անհատների, այլ դա եղել է ժողովրդի գործը, այսինքն ժողովուրդն է կառուցել խորանը։ Ժողովուրդն էր կառուցում տաճարը, դա միշտ ժողովրդին էր հանձնարարում Տերը ամեն մեկին, եւ հետարքիր է, որ ամեն մեկը մաս կազմեր Աստծո տաճարի շինությանը եւ գործին, սիրներ։ Ինչի եմ սա ասում, որտեվ ինչ որ մեկը միգուցե մտածի ասին, ինչի ես պիտի անեմ, շատ ճիշտ հարց է, որովհետև Սուրբ Գիրքն է այդպես պատվիրում, դա բոլորը մասնակից են լինում Աստծո գործին, սիրներ։ Շատ կարևոր եւ շատ կարևոր։ Ինչ է նշանակում տալը, սիրներ։ Տալը ապացուցում է, որ Տեր դու տվել ես ինձ եւ ես քո տվածից տալիս եմ քեզ։ Տալը խոսում է նաեւ այն մասին, որ Աստված կարող է քեզ վստահել ավելին։ Տուր եւ թող Աստված վստահություն, այսինքն իմանա, ես մի երիտասարդի մի անգամ ասեցի, թող Աստված քեզ տալուց չխուսափի եւ չվախենա։ Ասեցի ինչ նկատի ունես։ Ասեցի, որ Աստված սկսի քեզ նյութական տալ քո գործի մեջ, հանգարց սենց ասեն, ձեռքը չկարճացնի, մտածելով անի միգուցե քեզ կորցնի, այլ թող Աստված անի եւ դու էլ օրհնության պատճառն ես, որովհետեւ իրական օրհնություն, երբ որ մարդը իրենից դուրս է գալիս, Աստված բերում է սիներ։ Երբ որ մարդը ճիշտ ձևով ցանկացած բանի մասին է, երբ որ իրանից դուրս է գալիս, Աստված այդ մարդուն ավելի օրհնում է։ Աստված օրհնում է օրհնողին, սիրներ։ Աստված օգնում է օգնողներին։ Սա բոլոր ասպեկտների համար կարող ենք ասել, սիրներ։ Եկեք գնանք Աստծո ներկայության մեջ։ Մի քանի րոպեներ խնդրենք Տիրոջը։ Այստեղ կան մարդիկ, ինչ որ խնդիրներով են եկել։ Կան մարդիկ հիվանդության խնդիր ունեն, տարբեր պատճառներով այստեղ ենք։ Բոլոր այս իրավիճակների համար եկեք գնանք Տիրոջ ներկայության մեջ։ Օրհնում ենք քեզ, Տեր։ Օրհնում ենք քեզ, Տեր։ Օրհնում ենք քեզ, Տեր։ Օ հզոր Աստված։ Օ փառավոր Աստված։ Թող Տիրոջ ներկայություն այստեղ ամեն մեկի վրա։ Թող նրանից շատ լինի այս վայրի մեջ։ Թող նրա ներկայությունից շատ լինի մեզ վրա։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի իջիր մեզ վրա։ Իջիր մեզ վրա։ Իջիր մեզ վրա, Տեր։ Լցրու այս վայրը քեզանով։ Լցրու այս վայրը քեզանով։ Եկեք երկրպագենք Տիրոջը։ Թող նրա ներկայության մեջ ամեն հիվանդություն հեռանա։
Թող նրա ներկայության մեջ ամեն տկարություն հեռանա, ամեն թուլություն, ամեն կասկածներ թող հեռանան, վախեր թող հեռանան, թող նրա ներկայության շատությունից ամեն բան, որ իրենից չի, ամեն իրավիճակ, որ իր փառքից չի, ամեն իրավիճակ, որ իրան փառք չի բերում, թող հեռանա Հիսուսի անունով։ Օ Սուրբ Հոգի, եկեք երկրպագենք Տիրոջ, երկրպագենք Տիրոջ։ Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն բեր ամեն կապան, Տեր իմ հանձնվում է, Տեր իմ հանձնվում է, Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն սուտ ամեն կասկած, Տեր իմ հանձնվում է։ Անցնում եմ քեզ Տեր Աստված, Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն բեր ամեն կապան, Տեր իմ հանձնվում է, Տեր իմ հանձնվում է, Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն սուտ ամեն կասկած, Տեր իմ հանձնվում է քեզ, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն սուտ ամեն կասկած, Տեր իմ հանձնվում է, Տեր իմ հանձնվում է, Հիսուս քեզ եմ ես անցնում, ամեն բեր ամեն կապան, Տեր իմ հանձնվում է քեզ, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Գերտիր ինձ անով, Տեր քեզ համար, Ցույց տուր քո կամքն ինձ համար, Ցույց տուր քո փառքն ինձ համար, Կոտրիր իմ բոլոր սովորույթները, Կոտրիր իմ բոլոր սպասելիքները, Քո կամքը բարի է, Քո կամքը բարի է, Հալելույա, Կոտրիր իմ բոլոր սովորույթները, Կոտրիր իմ բոլոր սպասելիքները, Քո կամքը բարի է, Քո կամքը բարի է, Կոտրիր իմ բոլոր սովորույթները, Կոտրիր իմ բոլոր սպասելիքները, Քո կամքը բարի
Դուր քո փառքից համար Գերտիր ինձ անոտ Տեր քեզ համար Ցույց տուր քո կամքն ինձ համար Ցույց տուր քո փառքն ինձ համար Գերտիր ինձ անոտ Տեր քեզ համար Ցույց տուր քո կամքն ինձ համար Ցույց տուր քո փառքն ինձ համար Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Գոհանում ենք քեզանից մեր փառավոր Աստված։ Քո կամքը բարի է Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ խոսում ես մեզ հետ Տեր։ Շնորհակալ ենք քեզ Տեր։ Մենք միգուցե մտածում ենք Տեր, դու աղբուկով կգաս մեր կյանք, դու շարժով կգաս մեր կյանք, մենք միգուցե մտածում ենք Տեր, մեր սպասված ձևով, մեր մտածած ձևով կգաս Տեր, բայց դու մեղմ գալիս ես Տեր, բայց դու մեղմ գալիս ես Տեր, և խոսում ես Տեր, մեր շատ խնդիրների մասին Տեր, որ մենք դեպի քեզ նայենք Տեր, և հասկանանք անգամ ամենանուր հարցերում ընտանիքի հարցում Տեր, որ ամեն բանի մեջ մեր սպասելիքը քեզանից լինի Տեր, որ ամեն իրավիճակների մեջ Տեր, որ մենք նայենք դեպի քեզ Տեր, դեպի քո խոսքը Տեր, քո ճշմարիտ խոսքը Տեր, հալելույա քեզ Տեր, այո Տեր, օգտիր մեզ Տեր, այս օրերի մեջ Տեր, որպես քո եկեղեցու մաս Տեր, որ մենք կարողանանք Տեր, քեզանով կարողանանք Սուրբ Հոգի Տեր, մեր տեղում Տեր, որտեղ որ դու ես Տեր իմ Աստված, քո եկեղեցին Տեր, ուզում Տեր, գործի Տեր, որտեղ որ դու ես ուղղորդում Տեր, որ մենք լինենք այդ գործի մեջ իմ Աստված, սպասելով քեզ, մեր հավատքը պահելով Տեր, մեր բարի պատերազմի մեջ իմ Աստված, հարատևելով իմ Աստված, և մենք բարեխոսում ենք Տեր, մեր հովիվների համար Տեր ջան, մեր Կարեն աղբոր համար Տեր ջան, Արտուր աղբոր համար Տեր ջան, Լևոն աղբոր համար Տեր ջան, Լուկաս աղբոր համար իմ Աստված, Կարեն աղբոր համար Տեր, բոլոր հովիվների Արտակ աղբորս համար Տեր, բոլորիս Տեր, բոլորիս Տեր, խնդրում ենք փառավոր Տեր, դու Տեր զորացնես Տեր, դու մեր ականջները բացես Տեր, որ մենք կարողանանք Տեր, ծառայել այնպես ինչպես որ դու ես Տեր ասում Տեր, որ մենք կարողանանք Տեր, քո զավակները Տեր, լինենք Տեր, լինենք ճշմարտությամբ, լինենք հոգով Տեր, և գործով իմ Աստված, և թող քո ժողովուրդը Տեր, տեսնի Տեր, այս օրերի մեջ Տեր, քո գործը Տեր, քո կամքը Տեր, քո ծառաների միջոցով իմ Աստված, շնորհակալ ենք Տեր, և ասում ենք քո կարիքը ավելի է մեծանում Տեր, ամեն օր Տեր, ավելի ենք փափագում քեզ մոտենալ, ամեն օր ավելի է կարիքը մեծանում Տեր, գալու փառվել քեզ Տեր, ամեն օր Տեր մեր սիրտը ավելի է նախածախնդությամբ լցնում Տեր, որպեսզի քո կամքը կատարենք Տեր, և քո լույսը Տեր, լինենք այս խավարի մեջ, խավար աշխարհի մեջ իմ Աստված, և մենք հավատում ենք Տեր, քո խոսքին, քո կոչմանը Տեր, որ մենք պետք է լինենք լույս և աղ իմ Աստված, և մենք այո և ամեն ենք ասում, քո ամեն մի Տեր, ամեն մի խոսքին Տեր, որ ուղղված է քո մեզ, քո եկեղեցուն Տեր իմ Աստված, և մեզ դարձրու Տեր, իրական խաղաղության ժողովուրդ քո Տեր, և խնդրում ենք Հայաստանի համար Տեր, և բարեխոսում ենք մեր երկրի համար Տեր, խնդրում ենք Տեր, քո ողորմություն իմ Աստված, խնդրում ենք Տեր, իրոք Տեր իմ Աստված, թող քո եկեղեցին Հայաստանում Տեր, զորանա Տեր, թող քո եկեղեցին Տեր, Հայաստանում Տեր, պատմի Տեր, քո գործերի մասին Տեր, երևելի ձևով Տեր, լեցրում ես Տեր,
քո հեղեղներով, քո սուրբ հոգու ջրերով Տեր։ Հեղիր մեզ Տեր, որ մենք հոգևոր կյանքում երաշտ չտեսնենք Տեր։ Երաշտը մեր համար չի Տեր։ Այո Տեր, մենք քեզ ենք հուսացած։ Թող քո հեղեղները գան Տեր։ Ալելույա քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Փառք քեզ Տեր։ Ալելույա։ Չեստոնի երբեք, իս չեստոնի երբեք Հիսուս Չեստոնի երբեք, իս չեստոնի երբեք Հիսուս Չեստոնի երբեք